Այստեղ դուք իհարկե հպանցիկ նշեցիք դրա մասին, բայց մի երկու խոսքով կուզենայի մանդատի մասին խոսել ամերիկյան, էլի, որովհետև մեր հանրության մեջ դա քննարկվող թեմա է, փաստորեն մանդատային համակարգ էր ստեղծվում, մեծ տերությունները, տարածքները գաղութացնում էին, բայց դա այլևս գաղութ չէր կոչվում։ Ինչն է տարբերությունը, որովհետև ի վերջո վերցնում էին տարածքներ, չգիտեմ, Մեծ Բրիտանիան Պաղեստինը, Ֆրանսիան Սիրիան, ԱՄՆ-ն, չգիտեմ, տարբեր տարածքների հավակնություններ ունեին, փաստացի գաղութացնում էին, բայց անունը դրել էին մանդատ։ Ինչ տարբերություն մանդատի եւ գաղութի։ Այո, այստեղ եկեք մտածենք, չէ՞ որ բոլոր երկրները ունենում են տնտեսական կապերը։ Կա երկու մոտեցում, որը ձևավորվել է Փարիզի վեհաժողովում։ Մեկը Վիլսոն Կլեմանսոյի, մյուսը Կելզոնի։ Կելզոնը ասում էր, որ բոլոր փոքր ազգերը պետք է ենթարկվեն որևէ մեծին։ Պետք է ստեղծել բուրգը, եւ նույնիսկ ազատված ժողովուրդ ամեն մեկը իմանա նրա հեկավարը ով է։ Կլեմանսով Վիլսոնը ասում էին ոչ, պետք է ունենալ կոնտրակտը։ Աշխատավարձի ստանալու նման աշխատավարձը կարող է լինել տարբեր, բայց քո աշխատակիցը ստորագրում է, աշխատում է, ստանում է իր բաժինը։ Նա պարտնյոր է, նա խաղացող է քո մոտ, ոչ թե քո ստրուկը։ Նաև եկեք չմոռանանք, որ գերմանական կայսրությունից Աֆրիկայում ամենը ոչ մի բան չի ստացել, չէ՞։ Ուրեմն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ուժեղ կայսրություններ էին, այնտեղ պարզապես մտնել հնարավոր չէր։ Կար ուրեմն Օսմանյան կայսրությունը, որը ինքը փլվեց եւ ցանկալի էր որևէ բան ստանալ, քանի որ ինքը հասկանում էր, որ գահուտը ի տարբերություն մանդատի այն երկիրը, որը գահուտատեր է մետրոպոլիան, չէ, մայր երկիրն է, նա մենաշնոր ունի բոլոր տնտեսական գործողությունների նկատմամբ։ Նա է որոշում ինչ կան առնի, ինչ առնի, ինչ բերի, ու ամենակարևորը ինչ գնով։ Ինչ գնով։ Գին որոշող։ Այո։ Իսկ Վիլսոնը հասկանալով, որ նման ձևով դռները փակեն եւ տնտեսական որևէ հնարավորություն չկա, ասեց. «Եկեք մենք ստեղծում ենք մանդատը»։ Սա նշանակում է, որ ցանկացած մանդատային տարածքում բոլոր երկրները արևտուրը անում են հավասար եւ նույն պայմաններով։ Եթե տեր երկիրը սահմանում է որևէ օրենք կամ որևէ հարկ, բոլորի համար հավասար է։ Իսկ մենք ինքներս ամեն մեկը մրցակցության սկզբունքով բերում ենք ապրանք ու անում ենք արևտուրը։ Եվ վերջի միջազգային արևտուրը բնական երևույթ է, չէ՞, ինքը ասեց, ինչու սա անպայման պետք է լինի գաղութային քաղաքականություն։ Սա նորմալ կոոպերացիա են, իրար լրացնող կապերն են, մեզ շահավետ կլինի դիմացինն էլ։ Չէ՞ որ դիմացինին մենք չենք ստեպում, չենք թելադրում գինը։ Նա պետք է համաձայնի կամ ոչ, նա պետք է իր արտադրանքը տա մեզ կամ չի տա։ Ցավալը գինը որոշում են երկու կողմերը։ Ուրեմն սա է մանդատի հիմնական տարբերությունը, իսկ միևնույն է, բայց մանդատեր երկիրը մանդատ պահող երկիրը նա հսկում էր եւ այդ երկրի օրենքները, եւ արտաքին քաղաքականությունը, եւ բանակի ձևավորումը եւ արժանքը, այսինքն ինքը ամենայն դեպս հսկում էր եւ ձևավորում էր երկիրը, բայց մանդատ ստացած երկիրը գիտեր, որ 15-20 տարվա մեջ նա պատրաստում է իր խնամարկյալի անկախության վիճակին։ Կամ զարգացման 3 մակարդակ, նրանք ասում են, եթե Աֆրիկայում կան ցեղերը, որոնք հետամնաց են 20 տարի, այնտեղ չի եկի, նրանք հելը կմնան, նրանք երրորդ կարգի մանդատ են, բայց այն երկրները, որոնք արդեն դպրոց ունեն, ինչ որ գործառնել չի ասեն, կամ տնտեսություն ունեն, զարգացման համապատասխան մակարդակ, նրանք ստանում են առաջի դասի մանդատը եւ այդ 15-20 տարվա մեջ նրանց, ու գիտեք, նրանք չեն վախենում անկախությունից, որտեղ նրանք գտնում են, որ քաղաքական վիճակը կարող է փոխվել շատ կտրուկ, շատ տարբեր ձևի, էական չէ, որոշիչ չէ, բայց որոշիչ են տնտեսական կապերը։ Եթե չես կորցնում այդ տարածքի հետ, ուրեմն այդ տարածքը քեզանից դե վերջին հաշվով, հա, հետո ավանդույթը նայած ինչ հիմքի վրա է նաև ստեղծում պետական կառույցներ, օրինակ, չգիտեմ, այսօրվա բրիտանական թագավորության, հա, այդ մեջ մտնող բաները, համայնքը, հա, այդ համադաշնություն, հա, երևի բրիտանական երկրները, հա, Commonwealth-ի երկրները, իրենք ի վերջո ոչ մի բանով թվում է կապված չպետք է լինեն Բրիտանիայից, բայց ավանդույթով, հաստատություններով։ Այսօր Բրիտանիան քոչի պետք է Ավստրալիային ինչ որ բան թելադրի։ Այո, բայց նրանք ավանդույթի ուժով պահպանում են դա եւ ըստ երևույթին նաև այդ մանդատային համակարգը նման մի բան կստեղծեր, որպես փաստորեն ԱՄՆ-ն ուներ Հայաստանի մանդատ վերցնելու
միտք ունել, հնարավորություն ունել 100%-անոց, որտեղ եւ Հայաստանն էր կողմ եւ բոլորն էին համաձայն։ Մեն հարցը դրանում է, որ երբ որ Վիլսոնը 19 թվականի հունիսի երկրորդ կեսին վերադարձավ ԱՄՆ-ը, Կոնգրեսը ասեց, որ ծախսերը մեծ են, ծախսերը շատ են, իսկ եկամուտը կստանանք մեն 10-15 տարի հետո։ Դու մեզ չես համոզել, որ այդ մանդատը շահավետ է։ Էլ չենք ասում, որ Ռուսաստան այսօր չէ վաղը գուցե կվերականգնվի, իսկ այն պահին նրանք որևէ սրում կամ բախում Ռուսաստանի հետ չէին ուզում, եւ ամենակարևորը ասին, որ այսպես մենք ստանում ենք Օսմանյան կայսրության միայն մեկ մասը, իսկ մենք ուզում ենք հսկողություն ավելի ուշ, բայց ամբողջությամբ, այո։ Հա, որովհետև նրա հետաքրքրության մասին, որ իրոք լուրջ հետաքրքրություն կար, նաև վկայում է Հարբերտի միսիան, չէ, առաքելությունը, որը եկավ տարածաշրջան, որը շրջեց ամբողջ հայկական շրջաններով։ Այո, 40 հոկանոց խումբը, որը միայն բարձրագույն սպայական կազմ էր, ու ինքը Հարբերտը սկզբից դիտվում էր որպես Հայաստանի գծով գերագույն հանձնակատար, Փարիզի կոնֆերանսի կողմից ուղարկված, թեև ուղարկվելը ուրիշ մարդ է, Վիլյամ Հասկելը, որը գնդապետ էր, իսկ սա գեներալ-մայոր էր, ու դիտվում էր, որ եթե մանդատը իրոք ստանձնելու է ամենը, ուրեմն ինքը կլինի ղեկավարը այդ մանդատի Հայաստանում։ Այդ խումբը անցել է Կիլիկիայից սկսած, Ադանայից, Խարբերտով, Մալատիայով, Բիթլիսով, անցել ամբողջ արևմտյան Հայաստանը, ոչ միայն այն 3 նահանգները, որոնք մտադիր էին վերցնել որպես մասը, անցան այնտեղ մտան արևելյան Հայաստանը եւ Սարիհամեշով, Կարսով, անցան, այսինքն ամբողջ այդ հարաուրհանը, հետո Սուրմալուն եկան Երևանը, Երևանից հետո այցելեցին եւ Տիֆլիսը եւ Բաքու, Երևան լինելու օրում 3 հոգու հարգել են Նախիջևանային դեհել տեսնել, վիճակը ինչպեսին է, ու ամենտեղ որտեւ այդ արխիվը կա եւ արխիվը հարուստ է եւ նրանց ժապավեններով մեր արխիվում ունենք, ֆիլմը կա փոքրիկ, որը շատ Եվ կան այդ, եթե դուք տեսել եք, այո, ինտերնետում կարող են մատնել 19 թվականի ժապավենները եւ Էրզրումում եւ Սվազում, այո, նրանց այցելությունը, նրանք կազմել են շատ փաստաթղթեր եւ այդ վիճակագրական տվյալները բերում են եւ տեղի հայերը եւ քարոզիչները պարտադիր, որտեղ նրանք անցնում էին եւ գոյություն ունեն ամերիկյան քարոզիչները նրանց միջազգային համազգային եւ միջազգային համակարգից անմիջապես բերում են բոլոր զեկուցումները, փաստաթղթերը եւ այլն ինչ որ հնարավոր է փաստացի տվյալները հանձնում են Հարբերտին, այս մարդը հաշվարկեց ու ասեց, որ այո, մեզ պետք է մոտավորապես 7 տարում 37 միլիարդ դոլար կներեք, մեզ հարկավոր է 59,000 բանակ, բայց ինքը նշեց, որ եթե մենք այդքան Ամերիկայից եւ Եվրոպայից զինվոր բերենք, թուրքերը չեն հարձակվի, այդ բանակը չի կռվելու, որտեղ միայն արևմտյան Հայաստանը հսկողության տակ վերցնելու բավական է հայկական բանակը գումարած 20,000 եվրոպա-ամերիկյան զինվոր։ Ու նա նախատեսում էր, որ բանակի մի մասը որպես ոստիկանություն կմնա առնվազն 7-12 տարի, բայց էլի նշում էր, որ 12 տարի հետո Հայաստանը արդեն նորմալ վիճակում կլինի եւ կկարողանա այդ ոստիկանական գործը ինքը կառավարել եւ ապահովել։ Հա, բայց ցավոք սրտի տեսանք, որ բայց կոնգրեսը եւ նախագահը ուրիշ հարցերով էլ նրանք հակասության մեջ էին, Հայաստանը գուցե ամենակարևոր հակասության պատճառը չէր, բայց քանի որ կոնգրեսը հանրապետական էր, իսկ նախագահան դեմոկրատ։ Այո, նրան պարտության մատնել, ասին որ չէ, մենք չենք ուզում, նրանք նույնիսկ Վերսալի պայմանագիրը չեն հաստատել։ Ու պարզվեց, որ ԱՄՆ-ը շարունակեց պատերազմական վիճակում մնալ եւ Գերմանիայի հետ, հետո առանձին պայմանագիր կնքել եւ դուրս եկավ համաշխարհային պատերազմից առանց խաղաղ պայմանագրի, որտեղ թույլ չեն տվել ստորագրել։ Հա, հետաքրքիր է, նաև մի կարծիք եմ հանդիպել, որ Վիլսոնը փաստորեն այդ քննարկումների ժամանակ հիվանդ էր, չէ՞։
Ինքը չէ, ինքը վերադարձավ, տուն վերադարձավ առողջ վիճակում, բայց հետո երբ որ կոնգրեսի քննարկումների մասին, կոնգրեսում երբ որ քննարկումները գնացին շատ էջ, ինքը խոստացավ, որ դե ես հիմա կանցնեմ երկրով մեկ, քանի որ մոտենում էին նա 20 թվականի նախագահական ընտրությունները, ասաց ես կգնամ, կհավաքեմ ժողովրդի քվե, կքարոզեմ, որ սա պետքական է, հարկավոր է եւ այլն, եւ քաղաքներից մեկում ինքը ստացել այո ինսուլտ, հա, եւ ասում են, որ ինքը քանի որ շատ էսպես հռետորական տաղանդով օժտված ժողովրդի կողմից բավականին ժողովրդականության վայելող մարդ էր եւ ասում են, որ եթե այդ հիվանդությունը չլիներ, միգուցե կարողանար համոզել կոնգրեսին կամ չգիտեմ, իհարկե դա սպեկուլյացիաներ են հիմա։ Այո, մենք չենք կարող վստահ ասել այդպես է, դա այդպես չէ։ Բայց այո, ինքը վայելում էր եւ մարդկանց սերը եւ վստահությունը։ Հա, փաստացի մանդատը մենք չստացանք, Հայաստանի մանդատ չստացվեց։ Բայց գոնա առնվազն 19 թվականի նոյեմբերին, երբ որ կոնգրեսը չընդունեց նույնիսկ Գերմանիայի հետ պայմանագիրը, անմիջապես ամենը ասեց, որ այդ դեպքում մենք անցնում ենք ձեր անկախությանը սատարելու քաղաքականությանը, ներկայացեք ինչը ձեզ հարկավոր, նյութական եւ այլն, ու մենք ձեզ կտրամադրենք եւ հանդերձանքը եւ զենքը եւ այլն։ Տրամադրեցին։ Տրամադրում են այո։